Հովհաննես 15 Հիսուս ճշմարիտ որդատունկ Ես եմ ճշմարիտ որդատունկը և իմ հայրը մշակն է։ Ամեն ճյուղ, որ իմ վրա է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն, և այն ամենը, որ պտուղ է տալիս, էտում է, որպեսզի առավել ևս պտղաբեր լինի։ Դուք արդեն իսկ մաքուր եք այն խոսքի համար, որ ձեզ ասացի։ Մնացեք իմ մեջ, և ես ձեր մեջ, ինչպես ճյուղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթե որդատունկի վրա հաստատված չլինի, նույնպես և դուք, եթե իմ վրա հաստատված չլինեք։ Ես եմ որդատունկը, իսկ դուք ճյուղերը։ Ով բնակվում է իմ մեջ, և ես նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ անել չեք կարող։ Եթե մեկը իմ վրա հաստատված չէ, նա ճյուղի նման դուրս կնետվի և կչորանա, և այն կհավաքեն ու կրակը կնետեն և կայրվի։ Եթե իմ մեջ մնաք, և իմ խոսքերն էլ մնան ձեր մեջ, ինչ որ ուզենաք, խնդրեցեք Աստծուց, և ձեզ կտրվի։ Իմ հայրը փառավորված կլինի նրանով, որ դուք շատ պտուղ տաք և իմ աշակերտները լինեք։ Ինչպես իմ հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի, իմ սիրո մեջ հաստատուն մնացեք։ Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ հոր պատվիրանները պահեցի և մնում եմ նրա սիրո մեջ։ Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և ձեր ուրախությունը լիակատար լինի։ Այս է իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ։ Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար։ Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես ձեզ պատվիրում եմ։ Այլևս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտե, թե տերն ինչ է անում, այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետև այն բոլորը, ինչ իմ հորից լսեցի, հայտնեցի ձեզ։ Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի և ձեզ կարգեցի, որ դուք գնաք և պտղաբեր լինեք, և ձեր պտուղը մնա, և ինչ էլ որ իմ անունով հորիցս խնդրեք, ձեզ տա։ Այս եմ ձեզ պատվիրում, որ սիրեք միմյանց։ Աշխարհի ատելությունը։ Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացեք, որ նախ ինձ է ատել։ Եթե այս աշխարհից լինեիք, աշխարհն արդեն որպես իրենը ձեզ սիրած կլիներ, բայց որովհետև այս աշխարհից չեք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է։ Հիշեցեք այն խոսքը, որ ես ձեզ ասացի, թե ծառան մեծ չէ, քան իր տերը։ Եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն։ Եթե իմ խոսքը պահեցին, ապա ձերն էլ կպահեն։ Բայց նույն բաները ձեզ պիտի անեն իմ անվան համար, որովհետև չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է։ Եթե ես եկած և նրանց հետ խոսած չլինեի, նրանք որևէ մեղք ունեցած չէին լինի, բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկա։ Ով ինձ է ատում, ատում է և իմ Հորը։ Եթե ես նրանց մեջ արած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որևէ մեղք չէին ունենա, բայց այժմ տեսան գործերը և ատեցին թե ինձ, թե իմ Հորը։ Եվ այդ նրա համար, որ կատարվի նրանց օրենքում գրված այն խոսքը, թե առանց պատճառի ինձ ատեցին։ Բայց երբ գա Մխիթարիչը, որին ես ձեզ կուղարկեմ Հորից,
ճշմարտության հոգին, որ ելնում է հորից, նա կվկայի իմ մասին, կվկայեք և դուք, որովհետև սկզբից ինձ հետ եք։